Շնորհակալություն հարգելի գործընկերներ, Տիկին Գալստյան չեմ կարող թաքցնել, որ դուք իմ ամենասիրած դաշնակցականներից եք, ամեն առումով, բայց նաև չեմ կարող չնշել, որ ֆալշ կա էլի ձեր ելույթներում, դուք փորձում եք ներկայացնել դաշնակցությունը որպես ազգային եկեղեցապաշտ եւ արդար ուժ, բայց դուք չեք կարող լինել ազգային ուժ, որովհետև դուք դեմ եք եղել եւ դեմ եք Հայաստանի անկախությանը, 2 օր ապացուցել եմ արդեն սա, խնդրում եմ չհարցնեք, ինչի եմ այդպես պնդում։ Դուք նաեւ չեք կարող լինել եկեղեցապաշտ ուժ, որովհետև դուք պաշտպանում եք մի մարդու, որը խախտել է Աստծո առաջ իր կապած ուխտը, պիտի չունենա երեխա եւ կին, ունի երեխա եւ կին, առնվազն երեխա ունի, չգիտեմ, կարող բաժանվել է կնոջից։ Ու դուք չեք կարող լինել արդար, որովհետև դուք պաշտպանում եք կաշառակերին։ Ու գիտեք ինչն է իմ համար տարօրինակ, հետաքրքիր է, գիտեք որն է։ Գալիս եք հերթով ասում եք, դուք հակաեկեղեցական արշավ եք անում, բայց օրինակ չեք շարունակում միտքը։ Գոնե եկեք ասեք, Ժորժ ջան, Կտրիժ Ներսյանը սուտ է, երեխա չունի, եւ հետեւաբար դուք կեղծ մեղադրանք եք առաջադրում, եւ հետեւաբար դա հակաեկեղեցական արշավ է, բայց դու դա չեք ասում, ու Կտրիժ Ներսյանն էլ չի ասում, որովհետեւ բոլորս էլ գիտենք, չէ, որ ինքը երեխա ունի։ Նույն ձև, դուք չեք գալիս է ասում, դուք սուտ մեղադրում եք Վարդանիկին, որ նա կաշառակեր է, իրականում նա կաշառակեր չի, հետեւաբար նա քաղբանտարկյալ է։ Չէ, դուք ուղղակի գալիս ասում եք նա քաղբանտարկյալ է, իսկ ինչու չեք ասում, որ նա կաշառակեր չի, որովհետև բոլորը լսել են ձայնագրությունը, որտեղ ակնհայտ մարդը փող է ուզում մի բան օրինականացնելու համար։ Բոլշևիզմը դե արդեն կրկնում եմ, ոնց ենք մենք բոլշևիկը եւ ոչ դուք։ Օրինակ ես կյանքումս բոլշևիկների հետ կոալիցիոն համաձայնագիր չեմ կնքել։ Երբեք ԿՊ-ն բոլշևիկների հետ չի համագործակցել։ Դաշնակցությունը մի անգամ 20 թվին իշխանությունը տվել է բոլշևիկներին, մի անգամ էլ 2025 թվին է իշխանությունը տվել բոլշևիկներին Գյումրիում։ Մի անգամ Ղազախով մտան Իջևանով տվեցիք, մի անգամ էլ Գյումրիում։ Մենք չենք թողնելու որ այս անգամ էլ տակ։ Ավարտեք, շարունակությունը պոդքասթում։ Հա, ու եկեղեցու պառակտումից մի խոսացեք, էլի աղբորպես։ Չեք ուզում եկեղեցու պառակտում։ Արեք ամեն ինչ, որպեսզի անթիլիասական կաթողիկոսարանը եւ Մայրաթոռը միանան, ինչպես բոլորը երազել են միշտ։ Շնորհակալություն։